Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 12։ Ապրենք թե մահանանք։ Նաբուգոդոնոսոր թագավորը դիմեց 3 եբրայեցիներին հետևյալ խոսքերով. «Եթե երկրպագություն չանեք, իսկույն պիտի գցվեք կրակով բորբոքված հնոցի մեջը, և որ Աստվածն է, որ ձեզ ազատ է իմ ձեռքիցը»։ Դանիել 3:15 խոսք։ Դանիելի ընկերները բախվեցին իրենց ամենասարսափելի ճգնաժամին։ Եթե Աստված չգար և հրաշքով չփրկեր նրանց, նրանք կմահանային։ Ի՞նչը կբերի Քրիստոսին ձեր ճգնաժամի մեջ։ Նա կգա, երբ դուք նույն որոշումը կկայացնեք, ինչ 3 եբրայեցի տղամարդիկ։ Նրանք ասացին թագավորին. «Ով Նաբուգոդոնոսոր, ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը, և քո ձեռքիցն էլ, ով թագավոր, նա մեզ կազատի։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում»։ Խոսք 16-18։ Այլ կերպ ասած, իրավիճակը անհույս է թվում, սակայն մեր Աստվածը կարող է մեզ ազատել այս կրակոտ ճգնաժամից, նույնիսկ եթե նա չազատի, մենք չենք հրաժարվի նրանից, անկախ նրանից, ապրենք թե մահանանք, մենք կվստահենք մեր Տիրոջը։ Սիրելիներ, սա այն տեսակի հավատքն է, որը ուրախություն է բերում Տիրոջը և հրեշտակներին և օրհնություն Աստծո սրտին։ Դա այն հավատքն է, որն ասում է. «Տեր, ես լիովին համոզված եմ, որ դու կարող ես ինձ ազատել միայն մի խոսքով, բայց եթե ինչ-ինչ պատճառներով դու ինձ այստեղ թողնես, ես չեմ փախչի, ես կմնամ հավատարիմ և անսասան։ Քո ճանապարհները ավելի բարձր են, քան իմը, Տեր, և իմ կյանքը քո ձեռքերում է։ Նույնիսկ եթե դու սպանես ինձ, ես քեզ եմ վստահելու»։ Ահա թե ինչն է Քրիստոսին բերում մեր ճգնաժամի մեջ՝ լիակատար վստահությունը, որ նա կարող է փրկել մեզ և ազատել ցանկացած ճգնաժամից։ Դա վստահություն է, որ անկախ նրանից, թե ինչ էլ առաջ գա, մենք նրա ձեռքերում ենք։